Տարբեր բնակավարներում կին գյուտարարների ներդրումը մեծ է։ 1903 թվականին քչերի մտքով կանցներ, որ մեքենայի դիմապակու վրա տեղացող անձրևը կարող է խնդիր լինել եւ որ դա կարելի է լուծել։ Մինչ վարորդները հաշտվել էին այդ իրականության հետ, Մերի Անդերսոն անունով մի երիտասարդ կին փոխեց այդ ամենը դիմապակու մաքրիչի իր հայտնագործությամբ։ 1903 թվականի ձմռանը մեքենայով Նյու Յորք մեկնելիս Մերին անձրևային եղանակի պատճառով դժվարությամբ է կարողանում մեքենայից դուրս նայել։ Իսկ նրա վարորդը երկու պատուհանները բաց է վարում մեքենան, զուգահեռ երկու ձեռքերով մաքրելով դիմապակու ձյունն ու սառույցը։ Այս տհաճ իրավիճակը ստիպում է Անդերսոնին ստեղծել մաքրիչները։ Ոչ պակաս կարևոր գյուտի հեղինակ է Ժոզեֆին Քոքրեյնը։ Նա երազում էր ունենալ այնպիսի մեքենա, որը կարող էր ավելի արագ եւ մաքուր լվանալ սպասքը, քան մարդը։ Ուստի նա որոշեց ստեղծել նման սարք։ Թվում է աման լվացող սարքը ոչ շատ հին պատմություն ունի, բայց ոչ։ Ժոզեֆինը հանրայնացրեց իր գյուտը 1886 թվականին եւ բացեց իր սեփական գործարանը։